Մենք ունենք շաքարախտի երկու տեսակ, առաջի տիպ, որով հիվանդանում են մանկական հասակում մինչև 30 տարեկանը և որը բնորոշվում է նրանով, որ ենթաստամոքսային գեղձը, որը մեր ներզատիչ գեղձերից մեկն է և արտադրում է ինսուլին, որը շատ կարևոր է, որպեսզի գլուկոզան յուրացվի, առաջի տիպի ժամանակ մենք ունենում ենք ինսուլինի անբավարարություն, չունենք ինսուլին։ Ուզենք թե չուզենք, հիվանդը ուզում է թե չի ուզում, նա պարտադիր պետք է ստանա ինսուլին, քանի որ օրգանիզմը չի արտադրում։ Հիմա գալիս ենք երկրորդ տիպին։ Սրանով հիմնականում հիվանդանում են 30 տարեկանից հետո։ Սա ինչ է իրենից ներկայացնում։ Հետաքրքիրն այն է, որ մենք այս դեպքում ունենք ինսուլին, նույնիսկ կարող է ավելի շատ քանակ ունենք, քան պետք է, բայց ինչպես ասում են, ոչ շատ լավ, ոչ քիչ է, ավելի լավ է նորմալ։ Այս դեպքում օրգանիզմի բջիջները չեն ընկալում ինսուլինի ազդեցությունը։ Այսինքն ինսուլինը կա, բայց ազդեցությունը չկա։ Դե արդեն կարևորն է նրա ազդեցությունն էր։ Այսինքն մեր գլուկոզան չյուրացվեց։ Եթե չյուրացվեց, մնաց արյան մեջ բարձր։ Մենք ունենում ենք արյան մեջ գլուկոզայի բարձր քանակություն, քանի որ նա չի այրվում։ Այրվելու տեղն էլ որն է, հիմնականում լյարդը եւ մկանաթելերը եւ ճարպային հյուսվածքը, բայց հիմնականը լյարդն է, որտեղ պետք է այրվի գլուկոզան եւ մեր օրգանիզմը ապահովի հիմնական էներգիայով, որտեղ մյուս աղբյուրը էներգիայի գոյացման դրանք ճարպերն են, դրանք էլ պետք է այրվեն, նորից էներգիա մատակարարեն։